Գեղարքունիքի մարզը Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկը իսկական գանձարան է բնության և պատմության սիրահարների համար։ Սա այն վայրն է, որտեղ հայոց լեռներն իրենց ուժն են փոխանցում բնությանը։ Կապույտ երկինքը հոսում է Սևանա լճի հայելու մեջ։ Իսկ հինավուրց վանքերը հիշեցնում են մեր ժողովրդի հարուստ ու պայքարով լի պատմությունը։ Այսօր մենք ուղևորվում ենք դեպի Գեղարքունիքի գողտրիկ անկյուններից մեկը՝ Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղ։ Ողջույն թանկագիներս, ոնց անցնում կյանքը Թթուջուր գյուղում, ինչ հետաքրքիր պատմություններ ունեն մարդիկ և ինչպիսին է մեր հայրենիքի այս հատվածը կբացահայտենք հենց այս հաղորդման ընթացքում։ Դե համել կտեսնենք ջուրը ինչի է թթու էլի։ Դե ինչ ցելնես այս րոպեից մեր արկածները համարում եմ սկսված։ Տան տան տան։ Տարարարարա։ Բարև ձեզ։ Ձեզ կարանք նկարենք։ Նկարենք։ Դե։ Չէ։ Չեմ ուզում։ Հա, լավ, դե ստեսություն։ Տաճան, բարև։ Բարև։ Ոնց եք։ Հա, ես եմ։ Են բանն եմ։ Իջևանին ցույցին տալի քեզ ընդեղ եմ տեսել։ Հա, Իջևանի հաղորդումն եք տեսել։ Այո։ Ոնց էր հավանեցիք։ Հա, Անտիր, հա, Տաճան, հիմա էլ եկել ենք ձեր գյուղը նկարենք։ շատ էլ լավ եք արել։ Բայց որ մի աշխատանքի եղել պետանեք շատ ընտիր։ Ես։ Այս տարիքում ես կուզեմ աշխատեմ, բայց վերջի աշխատեմ։ Ոխաման, բայց ես չեմ կարա բացեմ։ Սիրով կուզեի, վերևները ինձ դժվար լսեն։ Մի քիչ պատմի, Տաճան, կյանքը ոնց է, ինչով եք զբաղվում։ Ինչով եմ զբաղվում, մեղու եմ պահելիսել եմ։ Ոխաման, հիմա էլ չէ։ Սաղ սատկել եմ։ Ախի։ Ես եմ։ Շուտվանից։ Չէ, ձմերը։ Էս ձմեր։ Ես ձմեր, հա։ Վա։ Բալոճը մեջն անգել կտորել, 3 փեթակ ճանջ եմ ունեցել։ Հա։ Սատկել են, դե ես էլ արդեն 75-ս է սալարանում։ Հա։ Մեծ կնիկ եմ, բայց որ հարմար գործելի էլի կարամ աշխատել։ Վախ, իսկ թեկուզ մեղվաբուծությամբ նորից զբաղվեք։ Դե այդքան բյուջես չի ներում, որ մեղու առնեմ, շատ թանկ է։ Թանկ է մեղուն։ Հա։ Մայր մեղուն։ Մայր մեղուն դե որ առնես Փեթակով ես առնում։ Հա, շատ թանկ է։ Ոնց անց է ջայլ վախտը։ Հələ Ասա։ ոնց անցել, Տաճան ջահել կյանքը։ Օրնիկը Եվան ասել դիտապ ես վաճացել նկարվող։ Ոչինչ, բա կուրախանան է, հետո կնայենք, ասեն մեր տատինա։ Ջահել կյանքն էլ չեմ լավոր ունեցել։ Խի։ Ռաբոյտը վեր ենք կցել շատ ժամանակ, ժամը 3-ին վեր ենք կցել, գնացել դաշտ, որ խոտը խոնավելի, պիր ենք կշռեն, ծանր կյա, փողը շատ ստանանք։ Խապել եք։ Աման, հա, ինչ խոտ էր։ Են վաղտը դաշտից խոտին տիրուն սովխոզի անասունների համար, բալա ես գորն անցկա։ Չընկնես ավտոյտակ։ Խոտ էիք ծախում, են վաղտվա ձեր գործն էլ հետ էր։ Սովխոզին հանձնում, դեզերը տնում էին սովխոզի տավարը ուտում էր։ Հա, տավարի համար էին խոտերը, տավարների համար էին։ 5 տարի քաշ եմ արել մատաղքեր, ես ու իմ ամուսինը։ Ինչ եք արել։ Խոտ ենք Կրել եք։ քան համար, հա։ Ամեն ուղի 10 մանետ եմ վաղտ մանետ է, 10 մանետ փող ենք ստացել։ 10 մանետ, հա։ Ամուսինը։ Դե Կա ամուսինը։ Չէ, մահացել է։ 5 տարի է մահացած, հա։ Օղորմի, հա։ Ապրես։
Ոնց պապուն որտեղ էիք հանդիպել, ստեղից էր էլի, թե հարս եք եկել ստեղ։ Հարևանն եք։ Դերում չմիրս դեղ հասնում են։ Հա, ստեղից եք եղել, ստեղ հարևաններով ամուսնացել եք։ Հարևաններով։ Փոքր վաղտվանից եք սիրել իրար։ Վաղտը շատ չար եմ ելել։ Իմ մերն ասում էր, քեզ հեստեղ ամուսնացնիլ դեմ, վեր նավով կյաս, տարենը մի հետ, հերան։ Են էլ հարևանի հետ Այդ նավն էլ մի առույա քնի, մերու իրաստան արանքովը։ Հա, իսկ պապուն փոքր վաղտվանից եք սիրել, թե։ Չէ, են մտածել եմ դպրոցի վաղտը։ Բարև ձեզ, դպրոցի վաղտ եք սիրահարվել։ Հա։ Ոյ քաղցրես։ Ախ, իրա տեղներ դա։ Հետաքրքիր երեխա է։ Դա հեյա ոչ չի։ Բրթում էր։ Հա։ Իրը քեզի իմ այգին բա։ Բարև ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Ոչ են ամի բան, ոչ են։ Ոչ օրորդն ամի բան, ոչ տիկինը։ Մեր գյուղն էլ եկան։ Այո, եկանք ձեր գյուղ։ Ջրից խմեցիք։ Ինչ։ Խմեցի, թթու էր, լավն էր։ Բանը, գազիրովնիա, հա։ Եղավ, շնորհակալություն։ Հա, Տաճ ջան, ասում ես դպրոցում եք պապոն սիրահարվել։ Վաղտը չար։ Հա, հետո գնացել ա բանակ, եկել ա։ Բանակ չի քացել։ Հա։ Այն վաղտը մի ստի առիթի բանակ չին տանում։ Քացելա լողանա արվում է։ Հա։ Ականջը ջուրա տարել, լսիլիս չի։ Բանակ չեն տարել։ Բրեստիցը չնիլ դեստալ դե ականջում կարում եմ։ Ականջը ջուրալեցվի, դրա համար բանակ չեն Հա, տալ։ չէ լսի։ Օհ, չի ոյ։ Բայց նրան հետո շատ լավ լսում էր, լավ էր խոսում էր։ Դե իմն էլ ամեն օր լցում աջորդ օրը բացվում այդ պապետի ջրեր ալացե որ այդ քանի տարի չի բացվե թե պապ ջան հիմա տենում ծիծաղում ասում ալ ինչ հումորներ են ամ մեր վրա չէ Տաճ ջան դե գնա ապրես շատ շնորհակալ ենք էլ ինչ որ բան կուզես պատմես Դե ինչ պատմում է յուղաչը կյանքն է մատաղք հա գոր վարես ցանես աշնանը կարտոշկա եմ ցանում հա հիմա էլ մի բեդրո ցանում եմ հա այ հիմա իմ կարտոշկեն ուտելու։ արդեն դուս է եկել հա մի բեդրո ցանում եմ մի մեշոք հանում մեկել է ցանել դեմ ու ես գառնան կարտոշկի հետ նորից այդտեղ կարտոշկա այդ ուտելու համար տունը հա լինի ալիելի շուտ լինի 4 երեխա եմ ունեցել սահաթից 12 Բրավո։ թոռ ունեմ 8 ծուրնիկ ունեմ ծոր ծոր 8 Տաճ ջան բայլ ինչ կա Ինչ կխներ ինտերատման են ասում իմ թոռը իջևան ուսանողա Բարևներ բոլոր թորնիկներին, ծորնիկներին, տատիկին լավ նայեք, Լավ են նայում, շատ լավ են նայում, բոլորն էլ ապրեն, դուք էլ ապրեք, Տաճ ջան։ Ոբերկա, Հա, սահան, տատի, կզետի մի բան կարնում, փող են տալի։ փող են տալ, բան։ Ինչքան են տվել ամենաշատը։ Օրինակ 50,000 են տալի, 20 են տալի, 30 են տալի, նայա։ Սիշլով թորնիկներ են, ամենաշատը ով է Բատատը տալի։ նրանց հետ իգիմս ինչեր արել։ Ինչ է կա։ Սահացել է ուսանող ռեխի հետի ուսկս քնում է։ Որ գալիս է մի հետ տաջան ասում։ Են ոնց որ մի մաշին առնի պիրի իմ տակին տնի։ Ող Տաճ ջան։ Հեյա, Ապրեն իրանք, ապրեն։ շատ ապրեն, շատ։ Շատ ապրեն ձեր թորնիկները։ Թորնիկնին։ Ուրեմն դուք էլ եք լավը։ Եթե իրանք լավն են, ուրեմն ձեզ այնց է գալիս։ Դուք այնքան լավն եք եղել, որ իրանք էլ փոխադարձ ձեզ են լավը տալիս։ Դե։ Դու ես լավը։ երևի, Հա, Տաճ ջան, երևի չէ, հաստատ։ Բա ինչ լավ ձեր մաշին այ բան։ Հեսա մենք կգնանք, ասի կամ քո այդ զրուցամ գնանք։ Շուտ մի ասի մաշինից դե կանոցը։ Մաշինին ճամփի ասի գնա, ես տատի հետ խոսամ։ Դե գնացինք Տաճ ջան, լավ եղեք։ Հաջողություն։ Լավ եղեք, լավ նայեք ձեզ։ Ձեզ էլ մերսի։ Մարդատեղտրիկ խոսացիք ինչ է։ Ող, Տաճ ջան։ Այնքան մարդ կա որ մեջին շանտեղ չի տնի։ Չի կարել տես բաներ։ Թորը գալիս է մարտի 8-ին իջևան ուսանողա իրան թոշակիցը տնա մի մեծ ծաղկե փունջապիրը։ Այ բալաջան ուսանողս փոխանակ ես քեզ փող տամ։ Տաճ ջան ասում է ուրիշ բան ուրիշ պատմում չի։ Ես ծաղկե փունջի մոտ ծաղիկ ես սիրում։ Եղավ Տաճ ջան։ Ձեր անունը չհարցրեցինք։ Շուշիկ։ Շուշիկ։ Եղավ, Շուշիկ տատի ջան, կհիշենք միշտ։
Ժողովուրդ ջան, այստեղից ջուր է դուրս գալիս։ Ես վստահ չեմ, բայց ինձ թվում է, որ թթու ջուրը հենց սա է։ Հələ, հա, այստեղ բաժակ է դրած։ Հաստատ ուրեմն սա է։ Բայց այս ում բաժակն է։ Ուրիշի բաժակով խմենք։ Ոյ։ Ամեն դեպքում մի հատ կեղտոտ է։ Ոչ, կեղտոտ կխմենք։ Այս ջերմ ու կա։ Հետաքրքիր է։ Մի քիչ ժանգի համ է գալիս, բայց ուրիշի բաժակով խմում եմ, ժանգաջուր գալիս է։ Բայց հետաքրքիր է։ Եկեք մոտիկ ցույց տամ։ Պղպջակներ է դուրս գալիս։ Եսու։ Համը մնաց բերանս։ Ժանգի համը։ Թթու ջուրը երևի սա է։ Տեղացիներից ամեն դեպքում կճշտենք, Ժորժ ջան, սխալ տեղեկություն չտամ ձեզ, բայց ինձ թվում է սա է։ Բաժակի համար էլ մերսի ով էր թողել էր։ Մի երկու հատ ավել թողեիք էլի։ Լավություն արա մոռացիր, լավություն արեցին միշտ հիշիր։ Ընտիր։ Նշանակում էր, որ ես եկել եմ, Ժողովուրդ ջան։ Ոնց եք, Վահագ ջան։ Լավ, ոնց է, դուք ոնց եք։ Լավ, դուք այստեղի բնակիչ եք։ Այստեղ եք ծնվել, մեծացել։ Այո, այստեղ ծնվել, այստեղ մեծացել եմ։ Իսկ հիմա ինչով եք զբաղվում։ Ու աշխատում եմ հիմա ճամբարակի ճանշինում, ասֆալտ զավակում։ Ահա։ Ու գյուղի գործերով։ Ու գյուղի գործերով։ Այ գյուղատնտեսությունը զարգացած է այստեղ։ Հա։ Հա, ինչով են։ Անասնապահություն է։ Զբաղվում են։ Տանում են սարեր։ Ամեն օր։ Ամեն օր, որովհետև շատ սիրուն են այստեղի սարերը, շատ։ Հանդարցիրուն ու ձեր կային ճանապարհին նկատեցի։ Այ որ ձիարշավարան լիներ, կա թե չէ։ Չէ, չկա, բայց ծրագիր կա, ուզում ենք ներկայացնել, Հա։ Այդ շատ լավ է, այդ շատ լավ է։ Շատ մարդիկ կգան, ովքեր էս չքնաղ գյուղի տեղը չգիտեն, կիմանան ու կգան։ Տան ջան, չէ։ Արի քարգի ինձ։ Տան ջան, ծանր չի, քեզ օգնենք տանենք։ Եկեք գնանք կոֆե խմենք։ Չէ, չենք հասցնի։ Դե նկարենք։ Չէ, տան ջան։ Կոֆե մասում գեղավարի։ Մենք էլ ենք գեղից։ Նորմալ է։ Չէ, տան ջան, ապրես, շատ շնորհակալ ենք։ Լավ է։ Հա, Վահագ ջան, բարից էինք խոսում, տան ջան, ճաշակից աղջկա տղու, ով իշ ճաշակ ունի։ Ճաշակ ունենայինա հարցը կողքին կլինի։ Կունենա, հələ կունենա։ Դալապրծու։ Հա, ինչ վռազի։ Կամ ես ճիշտ ես։ Խիպտի վռազենք։ Բարև ձեզ։ Որ տանը տելևիզորով միշտ տնում եմ։ Հա, ինչ լավ է, ապրեք դուք, շնորհակալ ենք։ Լավ եք։ Լավ ենք։ Լավ եք։ Խառնենք, հա, մենք, հա, տան ջան։ Գնալու եք։ Ջան, հա, գնալու ենք, այսօր գնալու ենք, հա։ Բեկյան արտակ նովա։ Ով։ Արտիզանաստունը երևի։ Ինչ արտակ։ Որ անում սամբել, հա։ Հեսա Ժողովուրդ ջան, միած մարդ ենք ման գալի։ Ախպեր պարտիզանաստունն է։ Պարտիզանեստունը։ Հա, պարտիզանաստունն է։ Եթե Վարշավա ստեղ չի ուրեմն։ Ախպեր սենց վերև վեցում ես։ Վերով գնացեք, պտտվեք։ Եկեք ես քնում եմ ինձ նայեք։ Տան ջան, դե ցույց կտակ։ Ախիրն հաստաղը չեմ քնի։ Պարտիզանեստունը։ Ով է։ Մեխանիկա։ Մեխանիկա, ստեղ, լավ մարդ է։ Կա այդ մարդը։ Հա, քիչ առողջական խնդիրներ ունի, բայց կա։ Տունը Վարշավա տվել։ Հա։ Երկրորդ տուն առաջին։ Երկու տուն ունի։ Իմաստը Շամշադին ճանապարհ է սարքում։ Հա։ Գալիս են Վարշավա մնում են բանվորները։
Հա, աշխատողները այդտեղ մնում են վարձով։ Էսով է։ Հա, Մարթա։ Բարև ձեզ, ձեր դասընկերն է։ Բարև ձեզ, դասընկեր ջան, բարև ձեզ։ Թաքուն նայում գնում են։ Ինչից էինք խոսում, հա, շեղվեցինք։ Հիմա ուղղակի շատ վատ ժամանակ եկեք է։ Մի քիչ կանաչ չի դրա համար։ Այո։ Բայց շատ սիրուն բնություն, շատ սիրուն։ ու շատ հանգիստ է։ Ամենակարևորը շատ հանգիստ է։ Հաճելի աչքի համար ամենտեղ սիրուն է, ուր պատտվում է սիրուն է, բայց հիմա էլ է կանաչ։ Հա դե նոր ասկսում։ Օրինակ այս մեր Մորղուզ լեռնաշղթայի մասին լսել եք Մորղուզը։ Չէ, գիտեմ, որ Արագածից հետո ամենաբարձր կետն է երկրորդ։ 3000 մետրից մի շաբաթ պակաս է։ Շուշուտ բարձրանում եք։ Հա։ Մի շաբաթ պակաս է։ 3000 Հա, բարձրանում եք շուշուտ։ Վաղտը գիտեմ։ Վաղտը, քանի անգամ եք բարձրացել։ Շատ։ Մինչև Գագաթ գնում եք, չէ՞ հենց։ Մինչև Գագաթ։ Գագաթից երևում է Սևանա լիճը, էլ Իհարկե Շամշադին է։ ու Շամշա, ող ինչավես կլինի։ Այ ձի արշավարան բացեք, ձիերով կբարձրանաք տուրիստոներին կտանեք այնտեղ։ Թող տենան մենք ինչ սիրուն տեսաներ ունենք, չէ՞։ Հաջողությունով։ Հա, դե գնացի։ Հաջողություն։ Քեզ ինչ ասեմ։ Գտնես հասկացող մարդու։ Բարի բախտ։ Էս էլ էր դասարանցի։ Այս է համագյուղացիա։ Էս էլ համագյուղացիա։ Գնացինք։ Ձեր լավ ախպերն է։ Ուրեմն մեր ախպերն էլ է։ Հա, գնացինք։ Պայմանավորվեց։ Պայմանավորվեց։ Սելն է, սա Կոտրած Եղցի անունով եկեղեցին է, ինչպես տեսնում եք, ավերված է եւ 10-ից 12-րդ դարի եկեղեցի է։ Շատ ենք հետևում, Հա, միշտ կլաս ենք դնում ձեզ կուրջը։ կլաս եք դնում։ Միշտ սիրտ էլի։ Սիրտ կոմենտ գրում եք։ Լայք։ Չէ, կոմենտ չենք գրում, բայց ձեզ շատ շուշուտ հետևում ենք։ Վախա պրեկտը։ Յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր ռայոն որ գնում եք, մենք ձեզ շատ ուշադիր ենք հետևում ենք ու լավ ծրագիր է։ Շամշադին եմ շատ տեսել։ Շամշադին։ Հա, շուտ ենք գնացել։ Հա, սենց կանգնենք սաղովի երևանք։ Սենց լավ այրևում ենք։ Սենց հեռու մի գնացեք։ Որ սենց մոտիկ լինենք, հա։ Իսկ մեր հաղորդումների մեջ ի՞նչն եք սիրում ամենաշատը։ Ամենակարևորը այն որ դուք ամեն ինչը ներկայացնում եք, այն որ ջահելությունը քիչ են ամուսնացած, քիչ սերունդ տան, Ինչ ա եղել։ Վալուս։ Ձեր բարբարով խոսացեք, շատ լավն է։ Բարբարը, Անդրանիկը խոսած բարբարով։ Բայց բանա, չէ, Շամշադին էլ նման էլ է, չէ։ Շատ նման է, հա։ Հա։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պիլեցրումի բաժակ խմեմ իջևը։ Խմես։ Ապա ինչ եմ անում, ստերս պայտ յանում։ Էսի հա, էսի արաղի բաժակն է։ լավն է, Էս շատ չի սրանով։ Չբոլա էլի։ Էս Հերիքայինց։ խմեք մի անգամից կտա գլխին։ Շատ եմ խմել, սրանով խմել հերիքի։ Հա, որ հերիքի, հա։ Քիչ խմեմ, որ Ամեն օր խմում եք։ ամեն օր։ Խեյվա։ Ույշ գործ չկա։ Հա, բա դուք Ուրա եք։ գործ կա։ Չէ։ Չէ, դուք չէ։ Դուք սենց բաժակներ չունեք։ Պետք է մենք ընթացքում արանքում ելնենք, որ տրեզվի ենք, կարանք սահմանների։ Մենք չենք հասցնում ամեն օր խմենք, ես ծառայում եմ։ Կարմա վիլիստան։ Հա, ծառայում եք։ Շատ սիրուն բնություն ունեք։ Շատ, որ կողմը նայում եմ։ Հա։ Էս հələ մի քիչ սիրուն չի։ Արի Անդրանիկ ջան, այդ բաժակը պահի։ Հələ դուր այդ բաժակը։ Անդրանիկի օղու բաժակն է Ժորժան։ Էս ինչ է սրանով դու հասկանում։ Եկեք Ժորժան։ Եկեք, արի Անդրանիկ, գնանք ստեղ կանգնենք խոսանք։ Մեծ նոր մրախետ ինձ։ Դու ես քաշում արաղը։ Հավա, չէ, ինգերն է քաշում արաղը։ Հատունակաշ, յարդի։ Եկեք Ժորժան, արև ընկնում է, լավ չի երևում, այս կողմը կանգնենք։ Որ կողմը կասա, սենց լավ է։ Ահա, դե մի երկու բան պատմեք, հետաքրքիր գյուղից։ Մոտիկ եկեք, որ բոլորը տերևակ։ Մեր գյուղում ամեն ինչն էլ հետաքրքիր անցնում։ Այ հետաքրքիր պատմություններ, հումորային բան, հետ ինչ իրավիճակներ ա եղել։
Դե տարբեր իրավիճակներում տարբեր բաներ ա եղել, խոսքը Ինչի մասին, հա։ մասին էլ ա եղել միշտ, Հա։ եթե կարամ հիշեմ, դաժե դրվակ։ Անեկդոտ բան, հետ ինչ ա եղել։ Պատմեք հələ։ Տեղացիներ ունեն հատուկ իրանց անեկդոտները։ Ստե ժողովրդ հետ կա։ Կապ ա եղել, բայց այդ մեր մեծերի կողմից ա եղել, հիմա արդեն իրանք չկան էլ։ Պատմեք, ոչինչ։ Պատմեք։ Նենց ես իրանց եմ հիշում, բայց չեմ կարող իրանց անեկդոտները հիշեմ, էլի։ Ասма պապս ասում էր չէի լսում, ասма ինչ էր ասում, ասма դե չէի լսում։ Հիմա ձերն է։ Ասմեք չեմ հիշում, պապիներին եմ հիշում։ Յա։ Ձեր բարբառը լավն է, բարբառով խոսեք։ Անդրանիկ, դու մի հումորային մի բան պատմի, անեկդոտ։ Ես էլ չեմ հիշում։ Խի չես։ Դու էլ չես լսել, որ պատմել են։ Չէ։ Բա լավ, ինչով եք զբաղվում ամբողջ օրը։ Ամուսնացած եք, տուն ընտանիք երեխաներ։ Իմաստս ամուսնացած ենք, իմաստս չէ։ Անդրանիկը նախ դա ամուսնացած չէ։ Անդրանիկ 3 հատ տղա ունի, 3 հատ տղա։ Ո՞նց ես հասցրել սենց խմելով դու։ Աման, ընտանիքից հետո սկսեց խմել։ Որ շատանված գցում Հա։ Ձեր կյանքը ոնց է դասավորվել։ Մեր կյանքը 15 տարվա պայմանագրային ծառայություն ունենք, ապրել ենք գյուղում, մեծացել ենք գրմանկություն ստել, Հա, զինվորական եք հիմա։ մասնակցել ենք, Շատ ուրախ եմ։ Ծառայող եմ, 15 տարի ա ուժը։ Հա, պայմանագրային զինծառայող եք։ Իմ ծառայությունն էլ հետը բանակից 15 տարի ա ուժը։ Այս զինվորականներն ու ամուսնությունը մի քիչ դե գնացել ենք ամիսներով դիրքեր, Էդ եմ ասում, չենք էլ իմացել հա։ երեխեքը ոնց են մեծացել։ ոնց են մեծացել, բայց մեծացել են։ Այո, այո։ Շատ լավ է, կարևորը է դա։ Հասցրել եք ամեն ինչ, սահման, ընտանիք, Այո, այո։ ամեն ինչ։ Որովհետև մենք պետք է պահենք մեր երկիրը, մենք պետք է պահենք մեր սահմանները Այո։ ու տեղն է եկե, որ օրերով չենք քնել, առաջոցով չենք քնել, չենք կերել նորմալ։ Հա։ Ագրեսիվ էր։ Ջահելա չի հասկանում։ Շատ լավ է, կեցեք դուք։ Շնորհակալ։ Կարևոր գործ եք այլ, ընտանիք ստեղծել եք, երեխաներին մեծացել եք, սահմանը պահում եք։ Հարգանքներս ձեզ, հարգանքներս ձեզ։ Դուք էլ ապրեք։ Անդրանիկ ջան, հա։ Մեկ եկեք, մի հատ էլ ամառ եկեք։ Հա, հա։ Ճանապարհի տեղն իմացաք արդեն ոնց է։ Իմացանք։ Շուտ կգաք։ Հա, թող լավ կանաչի կգանք։ Ճանապարհով էլ կա էլի շամշադի մոր գնում են։ Գիտեմ, ասեցին են Գագաթի ծերևում է։ Ճանապարհն ստեղով ավելի սիրուն է։ Հա։ Հեսա մի որոշ ժամանակ հետո արդեն որ լրիվ կանաչ եղավ։ Կանաչ լինի սին։ Ծառը, գետինը։ Ջահելա։ Չի հասկանում։ Արդեն սկսեց սիրունանալ, ավելի սիրունալնելու, հետո ասեց ավելի սիրունալ։ Ավելի կսիրունանա, հա։ Հա, Անդրանիկ ջան, դե մի բան էլ դու ասա գնանք։ Շատ սիրուն ալնում, ինչ է մեր գյուղը։ Հա։ Հա, ինչ ենք ասի։ Էտա։ Էտա։ Գործ անում ենք, մենք դու մեր տանը պահում ենք։ սաղը սիրուն։ Հա, դու ինչ գործ ես համ Անդրանիկ ջան։ Ես էլ նույնը, գործ տուն, Ինչ գործ։ անասուն պահել, Անասնապահությամբ ես պահում։ Ինչ ես պահում։ կով, ձի, հա, ամեն։ Ձի։ Էտա բա ձերով մարդկաս կարակ տանեք սարեր, չէ։ Այն մարդկանց Տուրիստոներին։ մենք էլ գնանք ֆրանկ, հաց ուտենք սարերում։ Այ, ախ, այդ լավն է։ Կարևորը։ Ոխ ուզեց ես, սա ես էլ գնամ սարեր։ Արիքնանք տանեմ բա։ Հա։ Իլիսով, ձիով, ինչով ուզես տանեմ։ Ձի։ Ձիով տանեմ, Վարժեցած ձի, հա։ անպայման։ Այս Անպայման։ կթողեմ նա առանց վարժեցնել։ Բայց չնեղացնեք կենթանին, լավ պահեք։ Լավ ենք պահում, լավ ենք։ Լավ, կար մարդ չկա։ Կա, Գարել կա։ Ամեն ինչ անում եք։ ամեն ինչ էլ ունենք։ Ամեն ինչ։ Դուք չեք խոսում։ Ամեն ինչ էլ պահում ենք էլի։ Լսում ենք լավ։ Հա, խելոք կանգնացեք, դուք ինչով եք զբաղվում։ Ես էլ Երևան եմ աշխատում, էլի շինարարությամբ։ Շինարարությամբ եք զբաղվում, հա։ Գնում գալիս եք ամեն օր։ Չէ, այնտեղ եմ մնում, երկու օրով գալիս եմ կնիկ երեխուն տեսնում գնում։ Մենակ եմ մնում։ Երկու օրով եք գալի, տենում եք, գնում եք։ Երկու օր մեկ եք կարոտում։ Չէ, շատ եմ կարոտում ամեն օր, գործի բերմամ, երկու օրով գալիս եմ, մի ամիս գնում ընդեղ։ Հա։ Գործը Ընդեղ բնույթն ենք աշխատում էլի։ Բայց այտենց ռոմանտիկան մնում է, չէ՞ որ գնում գալիս եք։ Դե գնալ գալը էդի։ Ռոմանտիկան մնում է, կարոտում եք, բան, չէ՞ տենց, չի ժողովուրդ։ Կարոտայինք, չէ էլի էդի։ Հա, բայց որ անդհատ իրար հետ լինեք, կողա հոգնեք, չէ՞։ Կռվեն բան։ Կռվեք, հա։ Անդրանիկի պես սկսեք խմել։ Էլի որ երկու օրը մեկ տենա որ սիրեն իրար։ Ռոմանտիկան մնա, ռոմանտիկան, հա։ Էդի կա ու կա, դրա համար է գալիս գնում ենք։ Կարևոր է, չէ, բայց Իհարկե։ որ ամուսնությունից հետո էլ մնա։
Չամուսնացակ չէ քուրջան տենց։ Չամուսնացակ չէ։ Ես էլ չէ, չամուսնացակ։ Որցուց է տալի։ Հա։ Ես ոսկին է, սենց խոսալունց մեզ տարիքով կին է, էլի դու սա գալիս ասում աղջիկ ջան դու որ դեից ես, չեն կարալ քեզ ուզենք մեր տղով։ Ահա չեն կարա մոր քուրջան, ասի դենակ։ Ես շլավ եք ձևերը սանում։ Հա, ասում եմ բերեք տենա։ Էլի արնդատ դեր տունենք նայում ենք, ասենք գուրեկան, էլի նեշ չի որ մեզ էլ հաճելի չի որ նայենք։ Հա, այ որպես եզրափակիչ, մի հատ էլ ասեք ոնց եք այդ ռոմանտիկան ամուսնությունից հետո պահպանում ու գնանք։ Դե ռոմանտիկան պահպանելը սենց է ցավոտ տանը։ Ճիշտ է, մենք այն տարիքին չենք որ ռոմանտիկ ապակարանը պահենք։ Չէ, տարիք հետ կապ ունի։ Ինը սիրողական փոխադարձ։ Բայց դե փոխադարձերն է մարդկանց։ Հա։ Ուշադրությունը նույն կերպ պահում եք, ոնց որ սկզբից էր։ Եթե հասցնում ենք աշխատանքի վերում, եթե հասցնում։ Օրվա մեջ զանգում ասում եք սիրում եք իրար, բանսես բաներ կա։ Չէ, ես օրինակ Սրտիկներ Չի ուղարկեք։ կարելի երես տան։ Չի կարելի է, պապիտի երեստան։ Չենք սիրում, չէ։ Դե Անդրանիկ, Դա 4 օր խոստել եմ, դու ամեն օր նրզանում եմ, հետ խոսում եմ։ բա սրտիկներ բան իրար չեք ուղարկում, պաչիկներ։ Չէ, մերը ուղարկելով, մերը իրականություն։ Իրականում է, հասկացա։ Սրտիկները պիտանի չի, իրականությունն է պիտանի։ Վերջացավ։ Եղավ Ժորժ ջան, նենց սրտիկներ, մրտիկներ ինձ էլ ուղարկում եք, էդ ում է պետք։ Ինչ անեմ ես այդ ձեր սրտիկները։ Իրական սիրեցեք։ Իրացեցեք։ Պարագայում մի քիչ ուրիշ է, էլի, մի քիչ վեր ուղարկեն արդեն խորան աստենալ դες որ քեզ էլ է պետք որ իրական սրտիկներ ուղարկեն։ Եղավ, ապրեք Ժորժ ջան, շատ հաճելի էր, շնորհակալ եմ։ Լավ եղեք, ստեսություն։ Հաջողություն։ Թթուջուր գյուղի նախնիները հիմնականում եկել են Բերդի տարածաշրջանի գյուղերից։ Առաջ այս վայրը եղել է սարատեղ եւ միայն 1820-ականներին ստացել է գյուղի կարգավիճակ։ Այստեղ նաեւ շատ արագ զարգացել է մեղվաբուծությունը։ Գյուղը շրջապատված է բարձրադիր գեղատեսիլ լեռներով, իսկ շրջակայքում կան անտառներ, որոնք հենց բնակիչների կողմից են տնկվել, ինչը վկայում է համայնքի բնապահպանական ջանքերի մասին։ Օх, Ժորժ ջան, նենց կուզեի գնայի սարեր։ Հաց պանիր ուտեի, հաց պանիր պամիդոր։ Չէ, հաց պանիր պամիդոր վարունգ։ Ախ, Անդրանիկը ասեց հավեսս եկավ։ Վայելես, սիրուն տեսարանները, պարկեի խոտերին։ Վիլիս, 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 Վիլիս։ Կանգնացրեցի Ժորժ, կանգնացրեցի։ Ինչ գործ ունես։ Մենք սարերը, բա դու։ Սարեր, ես էլ ուզում եմ սար գնայ։ Արի ջան, խոսա։ Կակրա, Ժորժ ջան, կուրսեցի սա, կուրսեցիս։ Այ քիզ բանով կպատկերացներ։ Վա, ես ինչ սիրուն է, կովիկները, այս իդեալական է, Ժորժ ջան, այս իդեալական է։ Վահակ, ամեն օր ես բնության մեջ եք գտնում արթնանում։ Փաստորեն։ Ոնց է, երկարացնում է կյանքը, տրամադրությունը բարելավում է, մարսողություն եւ այլն։ Շատ լավ է, շատ լավ է։ Բանը երկարացնելը չգիտեմ, հələ չեմ հասել։ Բայց որ բանը թարմա է, հա։ Հա։ Հա, տենում ես էլի ջահել ենք։ Հա, դու չես մեծացել, Ժորժ ջան, մենք Վահագի հետ միասին ենք սովորել երիտասարդ տարիքում։ Վահագը ոնց տեն մեկ մեծացել է, արդեն պապայա դարձել։ Ես դե գիտեք չեմ մեծանում։ Չասես, որ ես էլ եմ մեծ։ Չեմ ասում։ Ես բանակից հետո եմ եկել ուսանող։ Բանակ, հա, ճիշտ է, իսկ ես էլ եմ փոքր էի, հա, տենց ասենք։ Դե հələ մի քիչ պատմի։ Գյուղից ոնց է կյանքը, ինչով եք զբաղվում։
Գյուղում առօրյան գյուղատնտեսությունն է, անասնապահությունն է։ Ոնց տեսնում ենք։ Ոնց տեսնում ենք, հա։ Հա։ Ոնց որ նայենք, այնտեղ արդեն դաշտերն երևում էլի կիսատ մշակած։ Ակտիվ զարգանում է գյուղատնտեսությունը թե կիսատ պրատ։ Զարգացման փուլը ակտիվ է, Հա։ բայց հələ դանդաղ։ Հələ դանդաղ է։ Ինչով է պայմանավորված։ Չգիտեմ, երևի Հոգնել են մարդիկ։ չէ։ Բա։ Չեն հոգնել։ Չեմ կարող տենց ասեմ ինչով է պայմանավորված, բայց բացվում են էլի ոնց որ։ Քիչ բացվում են։ Մեկը մեկին օգնելով։ Իրար օգնում են մարդիկ, ոբշեմ ապրում են էլի։ Հələ ձեր բարբարով խոսա։ Մեր բարբարով։ Հա, բալա, սա որտեղից են եկել ժողովուրդը, թաթու ջուր։ Մեր ժողովուրդը Ղարաբաղից են եկել, արմատներով, մեծամասամբ Ղարաբաղից են, Արցախից։ Արցախից կներեք իհարկե։ Արցախից։ Եկել են Շամշադին, հետո Շամշադինից այդտեղ տեղափոխվել են, այդտեղ Սարատեղ ա եղել ավելի շատ, եկել են այդտեղ իրանց քոչով, ոնց որ անասնապահություն, բան։ Ընտանիքները շատ են եղել սկզբից որ եկել են։ Չէ, քիչ են եկել, սկզբից եկել են մեր վերևի գյուղը, այնտեղ Ճամբարակ։ Հետո Ճամբարակից եկել են ստեղ, եկել, ոնց որ արդեն շատացել է այտենց ընտանիքները 1820-ականներին գյուղին տվել են բանը, գյուղի ստատուս են տվել, ինքը ոնց որ այդ ժամանակվանից է արդեն գյուղ։ Ասել են, ինչ լավ տեղ է, չէ, սարերով շրջապատված ու եկել են այստեղ։ Սենց կանք, հա, սենց պիտի կանք, հա։ Սենց կանք։ Հա, եկել են, բնակվել են մի խոսքով, հասկացա։ Հետո Թթու ջուր անվանումը որտեղից է եկել։ Թթու ջուրը, որ դուք սկզբից այդտեղ կանգնեցիք, գյուղի կենտրոնում այնտեղ ջուր խմեցիք, հենց այդ ջրից է եկել։ Այդ ջրի անունն է դրած։ Դե տրամաբանական էր, բայց ամեն դեպքում մտածեցի գուցե ուրիշ լեգենդներ էլ լինեն, էլի, անվան հետ կապված։ Լեգենդներ կարան լինեն, բայց ես լեգենդներին չեմ տիրապետում։ Եթե ուզենաք գաք մի հատ սենց անաղմուկ վայր, որ սենց լիաթոք ձեր միտքն ու սիրտը հանգստանա, կարաք գաք Թթու ջուր գյուղ, տները այստեղ վարձով տալիս են, չէ՞։ Հյուրատուն էլ կա։ Մի քիչ կտրվեք էլի այդ քաղաքի ժխոր մխորից։ Քաղաքացի հիշեցի։ Սպասի, քանի հիշել եմ հարցնեմ։ Գյուղում պահպանվել է այդ ջերմությունը մարդկանց միջև, մտերմիկ են թե չէ։ Գյուղում ամենաառաջինը հենց դա է մնացել, որ բոլորն իրար սիրում են։ Չկա տենց որ գիտես ինչ կա, բանսմա դարդուցավս քիչ էր, հարևանն է տները ռեմոնտ արել։ Այդ չկա տենց, մեր մոտ տենց չի, եթե մեկը մի հատ գործանում է, այն մյուսը հաստատ իրան օգնում է։ Թեև ու թիկունք եք իրար։ Թեև ու թիկունք են, հա։ Այդ շատ կարևոր է, շատ լավ է պահպանվել։ Այն տիպի թեև ու թիկունք են, որ այն անտառը, այս անտառը, այն մյուս անտառը, դրանք բոլորը տնկվել է գյուղացիների կողմից։ Վաու, հրաշալի։ Տնկել եք, շատ լավ։ Ձեր նախաձեռնությամբ ա եղել հենց բնակիչների։ Սարքել են, սաղարել են։ Հա, իրանց համար հարմարություններ են ստեղծել, հիմա մեկը գյուղը թերքով է աշխատում, ապրում, մյուսը ենթադրենք Շուշան է քաղում, ծախում։ Ավելուկ, ոբշեմ Ավելուկ, իմ սիրած ճաշն ավելուկը։ Բա դու ինչ ես սիրում։ Ես բանջար եմ սիրում։ Ինչ, բանջարի ինչ։ Բանջար։ Բանջարից ինչ։ Բանջարի ճաշ, ինչ, տապակածը չէ ճաշ։ Հա, բայց տարբեր բանջարներ են լինում, չէ՞։ Եղինջ։ Ահա, եղինջա սա, ասում ես բանջար։ Վայ, հազար եղինջա, Շուշանա, ավելուկա, ավելուկն էլ բանջարի մեջ մտնում, սոխուկա, հազար մի բան կա։ Սիբանա, ինչա։ Բազուկի տերևա, հետո ինչա։ Լսի, ոչ թող ասածով լինի, բայց բանջարը հենց բանջարն է, ավելուկն է։ Այնտեղ ինչ ասեց իրել ինչ է։ Շուշանը, ես գիտեի այդ ցանկը մտնում է բանջարի մեջ։ Չէ, բանջարը եղինջն է։ Դու ճիշտ գիտես, հա, բանջարը եղինջ։ Կարող է դու ճիշտ գիտես։ Ոնց որ դու հիմա ինձ ասես բանը, փիփերթը դա բանջար է։ Հա, փիփերթը բանջար չէ։ Լավ, թող քեզ կոմենտներում ասեն ով է ճիշտ։ Ասեք Ժորժ ջան, գուցե իրոք ես սխալ գիտեմ։ Ես գիտեմ, որ ամեն այդ սա խոտերը կոչվում է բանջար, էլի։ Խոսքի ասում են գնանք բանջարի, ոչ չեն ասում գնանք բան, Շուշանի։ Գնում են բանջարի, ինչ գտնում իշխած հավաքում են։ Գնում ենք Շուշանի, հիմա Շուշանի սեզոնն է, գնում ենք Շուշանի, հիմա բանջարի սեզոնն է, գնում ենք բանջարի։ Լավ, քո ասածն է, բանջարը եղինջն է։ Գրեք Ժորժ ջան, գրեք, ես եմ անխելք մարդ եմ, չգիտեմ։ Չէ, անխելքը չէ, պրոստը էլ իմանալ պետք է։ Էդ էլ դիմանանք եղինջով, ես էլ եմ սիրում եղինջով ճաշ։ Մեկ էլ գիտեք ինչ եմ անում, Ժորժ ջան, եղինջը երացնում եմ այդ ջրով մազերս եմ լվանում, այսպես փայլա տալի։ Կրապիվայի շամպուն օգտագործել ես, կրապիվան հենց եղինջն է, բանջարն է։ Շուշանի չի այդ շամպունը։ Իմացա, ինչ անենք, գնանք բնությունը վայելենք։ Բարբարը
Չխոսացի շատ Դե բարբար։ ինչ գա ասելու եմ, նենց չի տենց Գա տրամադրված ասելու եմ։ Պետք է գա ասում ամորած։ Պետք է գա։ Տներն էլ ասիրուն, բայց ձեր մեծ են։ Ընտանիքները մեծ են։ Սովորաբար շատ երեխաներ են ունենում ձեր գյուղում։ Չէ, ծնելիությունը շատ ցածր է։ Ծնելիությունը ցածր է, բայց տները մեծ է։ Տները մեծ է։ Տները լավ չի որ մեծ է։ Լավ է։ Չէ, ես փոքր տների սիրահար եմ։ Սիրում եմ, որ սաղ մի տեղ է, էլի։ Շատ գորշ չանեմ։ Ասում ես լավ չի։ Սաղ մի տեղ է, էլի, արագ։ Լավ չի։ Այն սարը տեսնում ես։ Ընդ է Աղջալայի Բերդն է։ Բերդա։ Դա մեր չի, դա գետիկին ավելի ճիշտ Մարտունն ավելի շատ երևի։ Հերո է, չենք կարա գնանք, քամինել սկսեց։ Գնանք բնությունը վայելենք, Ժորժ ջան։ Դուք էլ մեր հետ վայելեք այս հրաշք բնությունը, չէ՞։ Նախանձեցի, ասես լավ տեղ ես ապրում, ձեն չես համ։ Այն համասարի տարին խիչ ես հրավիրել ձեր գյուղ։ Այն ժամանակ Արզունի ձոր էին գնում։ Արաբատը սարերում սարերն ասին բարեր օրը սարնեց հոգի սար գելավ արևին էլ Գիտեք ինձ ինչպես գտնել։ Եթե չգիտեք, ասեմ, ընդամենը պետքա բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որպեսզի հետքս չկորցնեք։ Տենսիելներս, մեր արկածները մոտեցան ավարտին։ Կհանդիպենք մեր մյուս թողարկմանը։ Ավելի տաք, ավելի խենթ օրերին։ Stay tuned. Stay tuned. Ախ, ինչ լավ որ ունեցանք։ Ինչ լավ էր։